Առաջին ալիքը սկսում է ուղիղ հեռարձակումը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնից։ Այսօր այստեղ Կապանի Գանձասարը եւ Երևանի Փյունիկը։ Եվ ասեմ, որ բացի այն, որ այստեղ դրված է գավաթի թիմերն էլ Հայաստանի ներկա առաջնությունում կորցրել են հույսերը գրավելու մրցանակային տեղ, որը նրանց հնարավորություն կտա մասնակցելու եվրոպական գավաթների երկու խաղարկում։ Արագ է Կամո Հովհաննիսյանը։ Մոտեցնենք, թե ինչ կանեն Փյունիկի ֆուտբոլիստները դուրս եկել գնդակը դիմային գծից Արսեն Բեգլարյանն էր սխալվել, բայց այստեղ կոպիտ սխալ թույլ տվեց հիմա Արսեն Բեգլարյանին ավելի ճիշտ որոշում կայացնել։ Կարողացավ կանոնների խախտում վաստակել Աղվան Պապիկյանը եւ հիմա մի փոքր խնդիր կա հանրապետական ստադիոնի էլեկտրականության հետ խնդիր առաջացավ ստադիոնում եւ կարծես հիմա ամեն ինչ կհարթվի։ Ինչ է, դադարեցրել է մրցավարը հանդիպումը։ Փոքր դադար կլինի, կարծում եմ, քանի որ ահա տեսեք, այստեղ առանձնարկ բացակայում է լուսավորությունը։ Սիանցնի մրցակցին Աղվան Պապիկյան։ Ինչ որոշում կկայացնի Պապիկյանը։ Եվ Կամո Հովհաննիսյանը ակտիվ արդեն բավական երկար ժամանակ, ավելի ճիշտ ազատ, բավական երկար ժամանակ նրան չէր նկատում Կամո Հովհաննիսյան երկրորդ հնարավորությունը բացի դառնում Կամո Հովհաննիսյանը եւ հանդիպ առաջին խաղակեսի վերջնամասում կարողանում է այնուամենայնիվ բացել հանդիպման հաշիվը։ Եվ հիմա դեպի կենտրոն իր համար փորձում է արվարտային դիրք ստեղծել, բայց երկար է պահում գնդակը, ստացեց փոխանցում դեպի Վուկոմանովիչը։ Հարվածել է մեկ եւ վերջին պահին Տարոն Ոսկանյանն է ինչպիսի հնարավորություն է քիչ անց կայտնվի հնարավորություն է Բալոյան եւ ուր է տանում Բալոյանը հնարավորություն է կորցնում Բալոյանը սա ֆուտզալ չէ հիմա Եվս մեկ գերազանց հնարավորություն Փյունիկի ֆուտբոլիստները չեն կարողանում իրաց փոխանցումներ կատարել եւ Ալեքսանդր Պետրոսյանը այստեղ ինքը իր համար մեծ խնդիր ստեղծեց Բալոյան արված եւ հաշիվատարվում է 2-0 Գանձասարի դարպասում ամբողջությամբ Գանձասարի ֆուտբոլիստների մեղավորություններ պաշտպանությունում եւ արդյունքում անհամաձայնեցված գործողություններից օգտվեց Սարգիս Բալոյանը ու հաշվենկատ հարվածով Հիմա մենք կտեսնենք կրկնապատկերը հերթական կոպիտ սխալն են թույլ տալիս պաշտպանությունում Գանձասարի ֆուտբոլիստները եզրային նետման ժամանակ խաղից դուրս վիճակ չի լինում եւ Բալոյանը կարողացավ օգտվել անփույթ խաղից պաշտպանների եւ հաշիվը դարձնել 2-0 Թիմը հիմա մի փոքր կավելացնի նաեւ կարող է հասնել հաջողության Նարեկ Բեգլարյան եւ գեղեցիկ գոլի հեղինակ է դառնում Նարեկ Բեգլարյանը ամբողջ խաղի ընթացքում Գանձասարը հենց սրա վրա էլ աշխատում էր եւ արդյունքում աշխատեց Գանձասարի հաղթաթուղթը Այս անգամ արդեն Հարոյան Բեգլարյան մենամարտը ավարտվում է Բեգլարյանի հաղթանակով, տեսեք կրկնապատկերը, ընդհանրապես երկրորդ հարկում բավականին հաջող է խաղում Բեգլարյանը։ Տեսեք ինչ հանգիստ գնդակը, այո, շատ հանգիստ գնդակը պայքարի հանգիստ հարվածում է եւ գնդակը ուղարկում է դարպասի վերին անկյունը։ Պատի վրայից հաջող նետումը շատ վտանգավոր է։ Տեսեք դարպասապահ փակել է խաղացողներով, վտանգավոր դրություն է, շատ ճիշտ խաղարկեցին Լիպմանավարտ այնքան ավելի վտանգավոր դրություն հիմա Գանձասարի դարպասի մոտ, Կամո Հովհաննիսյան հարված, դարպասապահը վերցնում է գնդակը, հրաշալի խաղաց Արսեն Բեգլարյանը, ուղղակի ուճապի չմատնվեց Սա էլ դարպասապայի կարգի մասին է խոսում, այսինքն դարպասապահը չի փորձում մինչև հարվածը տեղաշարժվել, այլ հետևում է մինչև վերջ մնում է խաղի մեջ եւ տեսնում է թե ինչ է ցանկանում անել հարձակվող ֆուտբոլիստը։ Փյունիկի դարպասի մոտ ուղղակի Նարեկ Բեգլարյանի հարվածն էր ուժեղ, տեսեք ինչպիսի անձրև է տեղում։ Մի քանի անգամ փոխվեց եղանակը, կրկնապատկերը տեսեք Կամո Հովհաննիսյանը աշկեզրից դուրս եկավ։ Ցածրից գրավել դարպասը։ Փորձեց վարպետորեն գնդակը վերսկսվեց հանդիպումը եւ այսպես հանդիպումը ավարտված է եւ Փյունիկը դառնում է 7-րդ անգամ դառնում է Հայաստանի գավաթակիր։ Դառնում է Հայաստանի գավաթակիր, միևնույն ժամանակ նաեւ նվաճում Եվրոպա լիգայի ուղեգիրը, շնորհավորում ենք Երևանյան ակումբին։